Սի ամեն պայ լարերն ապամ, թե չի ամեն պայ սի կարող անգնի։ Մարդիկ տակով կարող են ասել միամիտ ու հենց այդ պահին սյունը տապալվի։ Սյունը որ տապալվավ, ասում եմ պետք է ճիշտ պետք է շուտ փոխվի այս սյունը։ Հասցեն տալիս է Այասի փողոց 69 կոտորակ 1 շին հրապարակի հարևանությամբ վտանգավոր է։ Հունիսի 21-ն է, գտնվում ենք Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի Այասի փողոցի այն վայրում, որտեղ բնակիչները քանի տարի է պայքարում են, դիմել են պատկան մարմիններին, որպեսզի այս հայտե ամեն պահի տապալման եզրին կանգնած սյունը տեղափոխվի, քանի որ կա վտանգ, նույնիսկ նշում էին, որ երբ ուժեղ քամի է լինում, փայտե սյունը օրորվում է, մարդիկ սրտներին սպասում են, թե երբ է տապալվելու։ Հիմա օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գյուրջան փողոցում ներկայացրեց ապագա իմ կարծիքով հարմարավետ ընտիր ճանապարհի կառուցման մասին եւ հայտնեց նաեւ, որ ոչ միայն ջրահեռացման գոյուղատարերն են փոխվելու, այլև էլեկտրալարերը անցնելու են գետնի տակով։ Խնդրանք Երևանի քաղաքապետին Այասի փողոցի բնակիչների, որտեղ ըստ բնակիչների մոտ 250-ից ավելի մարդիկ են բնակվում եւ այստեղ շարժը նամանավանդ աշխատանքային օրերին բավականին շատ է, խնդրում են, որպեսզի այս վտանգավոր փայտե սյունը շատ արագ հեռացվի։ Տակի հատվածը անգամ փտած է։ Հարգելի քաղաքապետ, եթե դուք վարչական շրջանի ղեկավարին, չգիտեմ, սա Մալաթյան է, թե կենտրոնն է, տարածքային հատած տեսեք, տակի հատվածը ամբողջությամբ փտած, շատ արագ պետք է այս փայտե սյունը հեռացվի, տեղադրվի նորը, բետոնե սյուն դրվի, ինչ ավելի անվտանգ ու ապահով կլինի։ Լարերն են պահում սյունը, որ չի տապալվում, լարերը չլինի, պատկերացրեք, այստեղով մարդիկ անցնեն ու հանկարծ սյունը ընկավ։ Այդ ժամանակ գալու են այն Խաթաբալա հայտնի ֆիլմի 3 մանետնոց կնանոց լացը դնեն
պատկան մարմինները իսկ դրա համար հարգելի քաղաքապետ խնդրանք ձեր մի հանձնարարականը բավական է որ շատ արագ սա հեռացնեն ու բնակիչներին փրկեն ամեն պահի վտանգավորությունի տակ անցնելուց ամեն պահի կարանվի Այասի փողոցն է հեսա հասցեն ինքը գտնվում է Այասի փողոց 69 կոտորակ 1 հասցեի մոտ է Հեսա տեսեք մարդը անցնում է մեկ էլ հոպ կարողա ամեն անգամ չի որ պապը փլավ կուտի հիմա լարերն է պահում լարերը չլինեն այս սյունը հակ կարող ամեն վարքյան տապալվի